Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Բանտախցի դուռը փակվեց, բանտապետը փակեց դուռը և հեռացավ, Հովսեփը նստած էր ճաղերի հետևում, նա մեղավոր չէր, նա ճիշտ բան էր արել, դրա համար բանտում էր, հասկանում եք դա։ Հովսեփը շարունակ մտածում էր։ Նա իր մտքում աչքերի առաջ տեսավ իր եղբայրներին։ Շատ տարիներ առաջ նրան վաճառել էին որպես ստրուկ։ Նա Եգիպտոսում էր։ Նրանք ատում էին նրան միայն նրա համար, որ Աստված ասել էր, թե Հովսեփին մեծ կառավարիչ է դարձնելու։ Բուրգերի և փարավոնների երկրում պետափրեսը, որը փարավոնի պաշտոնյաներից էր, նրան գնեց որպես ստրուկ։ Հովսեփն իր գործը լավ էր անում։ Պետափրեսը զարմացած էր, նա երբևէ այսպիսի լավ ծառա չէր ունեցել։ Ինչ Հովսեփն անում էր, հաջողության էր հասնում։ Ասեմ քեզ դրա գաղտնիքը։ Աստված նրա հետ էր և օգնում էր նրան։ Պետափրեսը թույլ էր տվել, որ նա իր տան և դաշտերի վրա կառավարիչ լինի։ Հովսեփը նաև շատ գեղեցիկ էր։ Պետափրեսի կինը հիացած էր նրանով և ցանկանում էր, որ նրա հետ շատ ավելի մտերիմ լինի։ Դա ճիշտ էր։ Աստծո օրենքն ասում է. «Ամբորո պահվածք մի ունեցիր, այլ կնոջ կամ տղամարդու հանդեպ»։ Հովսեփը հնազանդվում էր Աստծուն և այդպիսի մեղք չգործեց։ Մի օր պետափրեսի կինը նորից փորձեց Հովսեփին. «Ինչ ես անում, երբ ինչ-որ մեկը դրդում է քեզ վատ բան անելու»։ Եղիր ինչպես Հովսեփը, նա փախավ մեղքից։ Կինը ամուր բռնեց նրա հագուստից, բայց Հովսեփը իր հագուստը թողեց և փախավ։ Նա որոշեց մեղք չգործել իր վերակացուի կնոջ հետ, բայց կինը վիրավորված էր և մտածում էր, թե ինչպես վրեժխնդիր լինել։ Երբ նրա ամուսինը տուն վերադարձավ, կինն ասաց, թե Հովսեփը եկել էր իր սենյակ և իրեն անվայել էր պահել։ Երբ նա բղավել էր, Հովսեփը փախել էր, իր հագուստն այնտեղ թողելով։ Պետափրեսը հավատաց կնոջ ստերին և Հովսեփի վրա շատ բարկացավ։ Նա անմիջապես նրան բանտը գցեց։ Սակայն Աստված բանտում նույնպես Հովսեփի հետ էր, դրա համար էլ այս պատմությունը դեռ չի ավարտվում։ Աստված ծրագրեր ուներ Հովսեփի համար, նույնիսկ երբ նա դեռ չէր կարող դա տեսնել։ Հաջորդ թողարկմանը կլսենք Հովսեփի մասին պատմության շարունակությունը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIGmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։